Նախ մի հարց եմ ուզում տալ, իրավական որևէ գնահատականի արժանացել է այն, որ իրենք հայտարարում էին, որ հեծում փոխկապակցված ընկերություններից էին գնումներ անում, ուզում եմ հասկանալ որևէ գործի մեջ կա, թե սա պարզապես էլի հայտարարություններ էին մերկապարանոց, եւ մեկ այլ հարց պարոն Ղազինյան ձեզ, քանի որ այդ խորհրդի մեջ եք, օրինակ 21 թվականին ասում էին, որ Փաշինյանին պատրաստվեն, այդպիսի առաջարկություններ էին հնչում անվտանգության միջանցք տալ, հետևելով այս վաղ մեկնարկած քարոզարշավին մենք տեսնում ենք, որ հիմնականում ձեր ուժը խոսում է տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ, վերջին շրջանում նաև պայմանավորված անվտանգության բաղադրիչը, այսպես կանազի կողմից գծելու վերաբերյալ, բայց այնուամենայնիվ մենք չենք տեսնում հանրային համերաշխությանը միտված նաև որոշակի հայտարարություններ, որովհետև հանրային համերաշխություն չի լինի այնքան ժամանակ, մինչև այն մարդիկ, ովքեր օրինակ կառավարությունում մատնացույց են անում հանցագործների, բայց չի խոսվում այն մասին, որ վաղ թե ուշ նրանք կանգնելու են իրական արդարադատության առաջ։ Հիմա այս մասով ինչ է արվում եւ ելնելով նրանից, որ չի շեշտվում այս պատասխանատվության մասին, դուք անվտանգության միջանցք եք տալու Փաշինյանին։ Տեսեք, նախ առաջինը ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ Սամվել Կարապետյանը ես ինչքան ճանաչել եմ, միշտ եղել է այդպես միացնող, ոչ թե անջատող։ Ես գիտեք, շատ դժվար է այդ հարցին պատասխանել այն առումով, որ եթե մենք վերցնենք ամենափոքրիկ ինչ-որ արարք կատարողին սկսենք պատժել իշխանության գալու դեպքում, հավատացեք, այդ միասնությունը չի առաջանալու։ Ես չեմ ասում քերական հանցագործները չեն։ Իմ անձնական կարծիքով, խնդրում եմ սա ֆիքսենք, կարծում եմ համերաշխությունը պետք է լինի որոշակի համաներման տեսքով, պետք է լինի որոշակի իրար միացնելու, ոչ թե առանձնացնելու, թշնամացնելու, բայց ես կարող եմ ձեզ ամենայն պատասխանությամբ հայտարարել, որ պետական դավաճանությունը չի ներվելու։ Այսինքն, ինչի եմ սա ձեզ ասում, որովհետև ճիշտ եք ասում, քանի այդ ամեն ինչին գնահատական չի տրվել, այդ համերաշխությունը չի կայանա, ես կարող եմ ասել, որ պետական դավաճանությունը որևէ մեկին չի ներվելու։ Ինչ վերաբերում է այդ առաջարկներին մեր տնօրենների, մեր խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի, չգիտեմ, մեր մյուս տղաների բան, մի քիչ ավելի հումորով վերաբերվեք այդ աշխատանքի ընդունելու եւ այլ։ Ինչ վերաբերվում է գնումներին։ Գնումների մասով դատարանի որոշման մեջ արձանագրված է